Բարևձեզ Factor TV հյուրը արևելագետ տարածաշրջանային հարցեր փորձագետ Արմեն Պետրոսյանը, ողջույն պարոն Պետրոսյան, Իրանի դեմ հարվածներ եւ ռմբակոծությունները ընդհանրապես նաեւ մայրաքաղաքում չեն ավարտվել միայն գիշերային հարվածներով, Մերհաբ եւ Իմամ Խոմեյնի օդանավականներն են ռմբակոծության ենթարկվել, ինչպես նաեւ Թավրիզի նավթա վերամշակման գործարանները, տասնյակ հրթիռային կայանքներ, երկիր դասի հրթիռներ, հրթիռային պահեստների ուղղությամբ, տասնյակ հարձակման կայանքներ, հրթիռների պահպանման վայրեր եւ ռազմական օբյեկտներ Իսրայելի կողմից, ինչ եք դուք մտածում, ինչը բերեց ամեն դեպքում այս հարվածների Իսրայելի կողմից Իրան։ Շնորհակալ եմ հրավերի համար, բնականաբար առաջին հերթին Իսրայելի ռազմաքաղաքական հաշվարկները, որոնք անշուշտ պայմանավորված էին աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրողություններով եւ դրանք բազմաշերտ են եւ սկսած 2023 թվականից փուլ առ փուլ Իսրայելը գալիս էր այս գործողությանը, երբ որ սկսեց Գազայում պատերազմը, այսինքն շերտ առ շերտ սկզբում Գազայում, Պաղեստինյան դիմադրության այդ շարժումներին Համաս, Իսլամական ջիհադ եւ այլն, որից հետո այս գործողությունը հաջողելուց հետո զուգահեռաբար անցան Լիբանան, Հեզբոլլահին սկսեցին, դարձյալ բավականաչափ էական վնասներ հասցնել, գլխատեցին ամբողջ վերնախավը, հետո ռազմական ներուժը հեռացրին նրանց ներկայությունը սահմանից մինչև 2020 4-25 թվականը Հեզբոլլահը ուղիղ ներկայացումներ Իսրայելի սահմանին եւ եթե ենթադրենք, այդ դիրքային ձևաչափում լիներ այս հակամարտությունը, վստահաբար Հեզբոլլահը իր ամբողջ ներուժով ներգրավելու էր եւ ուղիղ Իսրայելի սահմանից ուրեմն թիրախավորել Իսրայելի տարածքը։ Սիրիայում տեղի ունեցածը, երբ որ Ասադի վարչակարգի փոփոխությունից հետո փաստացի արդեն Իսրայելի մյուս սահմանին իրանական ներկայությունը զրոյացավ ըստ էության, ԵՀՊԿ-ն ուներ այդտեղ ներկայացում, բազմաթիվ իրանամետ խմբավորումներ կային, որոնք տեղակայված էին Իսրայելի սահմանին շատ մոտ, եւ իհարկե արդեն գալով բուն Իրանի դեմ գործողությունը, եթե կհիշեք 2025 թվականին երկու անգամ ապրիլ ամսի եւ հոկտեմբերին Իսրայելի եւ Իրանի միջև ուղիղ պատմության մեջ առաջին անգամ ուղիղ ընդհարում տեղ ունեցավ եւ դարձյալ նույն ձևաչափով էր, որը պայմանավորված այս կոնֆլիկտի առանձնահատկություններով, քանի որ նրանք չունեն ընդհանուր սահման։ Այդպես հեռահար գործողություններով, ինչպես այս դեպքում։ Այո, հեռահար գործողություններով կամ պրոքսիների միջոցով են մեկը մյուսի դեմ գործում կամ երկրների ներսում ունեցած ուրեմն հետախուզական եւ տարբեր ուրեմն դիվերսիոն խմբերի միջոցով։ Իսկ նշածս այդ երկու գործողությունների ընթացքում Իսրայելին հաջողվել էր զգալի հարված հասցնել իրանական հոբ համակարգին, եւ այս բոլոր հաշվարկները իրենց մոտ ունենալով եւ իհարկե նաեւ հասկանալով շատ լավ, որ աշխարհաքաղաքական եւ տարածաշրջանային իրավիճակը բավականաչափ բարենպաստ է գործողություն ինչ-որ մասշտաբային իրականացնելու եւ դրա հետևանքները, հնարավոր լուրջ հետևանքները կանխելու։ Դրան գումարած այն մարտահրավերը, որ իրենք միշտ են տեսել Իրանի միջուկային ծրագրի, ուրեմն դիվանագիտական լուծման համատեքստում, որտեղ թե 2010-ականներին, թե հատկապես այս վերջին ժամանակահատվածում, երբ որ Դոնալդ Թրամփի վարչակազմը արդեն նախաձեռնեց բանակցային գործընթաց, իրենք դեմ էին դրան, այսինքն Իսրայելը մշտապես տեսել է բացառապես մեկ լուծում Իրանի միջուկային ծրագրի, դա ռազմական լուծումն է։ Պարզապես հարմար ժամանակահատված չէ, 2010-ականին հնարավոր չէր, այս ժամանակ աշխարհը այլ կարգավիճակում էր, տարածաշրջանը այլ կարգավիճակում էր, Իրանի հնարավորությունները բոլորովին այլ էին, իսկ 2020-ականների երկրորդ կեսին արդեն այդ հնարավորությունները կային եւ Իսրայելը փաստացի, գուցե նաեւ իհարկե ես իրոք կարող եմ հավատալ այն պնդումներին, որ Միացյալ Նահանգների եւ Իսրայելի միջև եղել են տարաձայնություններ։ Գոնե հրապարակային մակարդակում դրանք նկատվել են, այսինքն Թրամփի վարչակազմի եւ Նեթանյահուի գլխավորած կառավարության միջև կային հստակ տարաձայնություններ։ Թրամփը խոսում էր դիվանագիտական գործանքի մասին, Իսրայելը պնդում է ռազմական ուղղությամբ եւ հատկապես ամենաանսպասելի պահին
Տեղի ունեցավ այս գործողությունը եւ Իսրայելը կարողացել էր ապահովել այդ անսպասելիության ֆոնը։ Ընդհանրապես նման մասշտաբի գործողություն իրականացնելու համար չափազանց կարևոր նախապայման է, որ դա լինի անակնկալ։ Օրինակ նախորդ երկու գործողություններն այդպես չէին։ Քանի որ այսպես հեղինակության դեմքը փրկելու խնդիր կար, հայտարարում են, որ մենք այս հատվածը շատ մոտ ապագայում կհասցնենք։ Ընդ որում երկու երկրների կողմից էլ, հա, այս անգամ ապահովել էր անակնկալ լինելու հանգամանք, ընդ որում ասեմ, որ սա նպատակային քաղաքականության արդյունք էր։ Իսրայելը այս գործողության մի շերտն էլ տեղեկատվական շերտն էր, որը ուղիղ կերպով համակարգել է Բենյամին Նեթանյահուի աշխատակազմը։ Այսինքն նրանք վերջին մի քանի շաբաթների ընթացքում իրենց հետ գործընկեր համարող փորձագետների կողմից արհեստական ֆոն են ստեղծել այն մասին, որ Իսրայելը այս պահին չի գնալու ռազմական լուծման, այլ հետևելու է դիվանագիտական գործընթացին Միացյալ Նահանգների հետ խնդիրներ չստեղծելու համար։ Եվ տևական ժամանակ օրինակ ես էլ հետևում եմ, ես էլ չէի կանխատեսել, որ կարող է լինել, հասկանում եմ, որ հիմա մեծ ճնշում է գնում Իրանի դեմ գործարքի գնալու համար։ Բայց այն, որ գործողություն լինի, որտեղ դաշտը այդպես էր, այդպիսի տեղեկատվությամբ էր լցված։ Գումարած քաղաքական հայտարարությունները, վարչապետը, արտգործնախարարը, մյուս պատասխանատուները հայտարարում են, որ դեռևս սպասել են Միացյալ Նահանգների արձագանքին, եթե գործարքը չի կայանում, նոր են գնալու ռազմական։ Իսկ այդ անսպասելիության ֆոնը իրենք ստեղծել էին, եւ սա էր նաեւ պատճառը, որ նրանք կարողացան այսպիսի արդյունավետ գործողություն իրականացնել։ Պարոն Պետրոսյան, բայց տրամաբանական չէր Իրանին հարվածելը այս փուլում։ Ինչու՞, որովհետեւ դուք շատ լավ սցենարային թվարկում արեցիք, ինչպես իրանական պրոքսիները ոչնչացվեցին կամ շատ թուլացվեցին Լիբանանում, Գազայում, նաև Սիրիայի տարածքում եւ շատ բնական կլիներ, որ այսպես ոչնչացնելով նրա այսպես թևերը, արդեն մոտենան բուն ագրեսիայի, այսպես ասենք, վայրին, այն ինչ որ Իսրայելը անցալում է, հա, Իրանի վտանգին, այսինքն թվում է սա եփվում է, բայց իրապես կար նաև շատ լավ նշեցիք Թրամփի այսպես դիվանագիտական խաղաղարար ջանքերը եւ կային հույսեր ամեն պարագայում, որ դա կարող է դիվանագիտության հաղթանակ լինել, մանավանդ որ մենք լսում ենք լավատեսական նաև գնահատականներ նույն Թրամփից, որ մենք մոտ ենք այդ գործարքին, իդեպ 1-2 օրից նաև պետք է կայանար հերթական ռաունդը, հիմա ձախողվեց։ Դենց դա էլ այսինքն 2 օրից լինել է բանակցություն, բոլորը սպասում են դրան, պատկերացեք ինչքան մեծ է անսպասելիության ֆոնը, որ հենց այսօր կլինի։ Այսինքն այն հայտարարությունները, այն մանևրները, զորավարժություններ կլինեն կամ Իրաքից դիվանագիտական անձնակազմի տեղափոխում, տարածաշրջանում ամերիկյան զորքերի շրջանում ինչ որ մոբիլիզացիա կամ կրճատումներ որոշ առումով, այդ ամենը կարծես թե հոգեբանական ճնշման միջոցներ են, բայց որը մեկը չէր մտածում, որ այս գործողությունը հենց սա էր այդ մեխը, հա, որը նշեց այդ անսպասելիությունը, որ իսրայելական կողմը նպատակային կոչում է, եթե չեմ սխալվում, անգամ անվանում են Իրանի մոլորության գործողություններ, կոդային անվանումը, որ նրանք կարողացել են ապահովել, ընդ որում ոչ միայն Իրանին, այլ սեփական հանրությանը եւս, որտեղ սեփական հանրությունը եւս կարող էր դեմ լինել, հասկանում եք, դեռ մի քանի շաբաթ հասարակությունը եւ բնակչության մեծ մասը պետք է պատասխանի բունկերներում անցկացնել։ Ես վստահ եմ, որ նման ինֆորմացիա ավելի վաղ լիներ Իսրայելի հասարակության շրջանում մեծ բողոքի գործողություններ են եւ նաեւ միջազգային հանրությանը եւս կարողացել են զգոնությունը թույլատրել։ Իսկ բարենպաստ իրավիճակը նրանով, որովհետեւ այո, դուք ճիշտ եք նշում։ Նախ կա որոշակի հնարավորություն ուկրաինական պատերազմի հանգուցալուծման, այսինքն եթե 1 տարի առաջ այդ դա չէր երևում, հիմա որոշակի դրական միտումներ կանխատեսվում, գոնե բանակցային գործընթաց կա։ Նույնը նաև գործարքի հետ կապված Իրանի միջուկային ծրագրի դիվանագիտական գործարքի, բայց ինչպես արտանշեցի, Իսրայելը ընդհանրապես չի ընդունում որևէ դիվանագիտական լուծում այս հարցի։ Նրա համար մի արդյունավետ լուծում կա եւ այդ լուծումը ռազմական եղանակով լուծումն է եւ տեսնում ենք որ գնում է դրա հետ այսինքն հաշվարկները իդեալական են արված եւ դուք էլ ձեր մեկնարկային հարցում նշեցիք այն
բոլոր օբյեկտները եւ այն բոլոր թիրախները, որոնք խոցվել են, եւ հատկապես այդ հրթիռաշինական եւ ուրեմն հաստատությունները եւ նաեւ պահեստները, դրանց խոցումը ըստ էության սա ջլատում է, թուլացում է, նվազեցում է Իրանի պատասխան գործողության հնարավորությունները, որովհետեւ Իրանի պատասխան գործողությունները այս պահին հիմնականում հրթիռային եւ անօդաչու թռչող սարքերի միջոցով կարող են, որովհետեւ այս պահին այլ գործիքակազմ ըստ էության չունի։ Հիմա եթե ասենք հազարավոր հրթիռներ հնարավոր է եղել ոչնչացնել, բնականաբար դրանով Իրանի պատասխանի հնարավորությունները խիստ նվազում են։ Իդեպ նախորդ փորձից հաշվի առնելով դրոնային հարձակումն էլ Իրանային այդպես Իրանի այդքան մեծ ազդեցություն չի ունենում։ Այսինքն այդքան մեծ վնասներ, այնպիսի վնասներ, որ Իսրայելին կկանգնեցնի, չի ունեցել նախորդ փորձը հաշվի առնելով, եւ այստեղ հետաքրքիր Միացյալ Նահանգների դիրքորոշումը իրապես հատկապես Թրամփը այսպես խաղաղարար առաքելությամբ եկել է եւ հույս էր տալիս, որ մոտ ենք, նա հայտարարեց, որ 2 ամիս առաջ ես Իրանին 60-օրյա վերջնագիր տվեցի գործարք ընկնելու, նրանք պետք է դա անեին, այսօր 61-րդ օրն է, նրանց ասացի, թե ինչ անեն, բայց նրանք պարզապես չկարողացան անել դա եւ ABC News-ին էլ ասել է, որ փաստորեն գերազանց էր Իսրայելի այս գործողությունը, Իրանը այսպիսի հարվածներ ստանալուց հետո ինչքանով հակված կլինի ընդհանրապես դիվանագիտական լուծումների, ինչ է կարծում, այսինքն ամերիկյան կողմի հետ ինչ բանակցել, եթե իր միջուկային օբյեկտները արդեն հարձակման են ենթարկվում, այստեղ ինչ սցենար կարող է լինել, ինչ եք մտածում։ Բնականաբար այս պահին ամենաանորոշ երևի թե հարցի վերաբերյալ եք տեսակետ հնչեցնում, հարց հնչեցնում, նախ Թրամփի հայտարարությունը դրանք post factum են եւ եղած փաստի վրա կարծես թե կամ դրա համատեքստում ինչ որ դիվիդենտներ շահել ունեն միտված։ Մյուսը Իրանի հնարավոր քայլերի մասին, եթե կարճ ձևակերպեմ, դա պայմանավորված է Իրանի դիմադրողական ներուժով։ Այսինքն դեռ որքան հնարավոր կլինի կարողանա Իրանը շարունակել դիմադրել, որտեղ տեսեք, փաստացի կրկնում եմ, հիմա այս հակամարտության հետ կապված քարոզչական ֆոնը չափազանց բարձր է լինելու։ Բնականաբար իրանական կողմը փորձել է նսեմացնել այս հարվածների հետևանքները, սպառնալ նոր իհարկե հրամանատարության շրջանում, բանակի հրամանատարների շրջանում։ Այս հակամարտության տրամաբանության մեջ Իսրայելը չափազանց գրագետ եւ ել եմ ասում ոսկերչական նրբությամբ գործողություն է իրականացրել։ Ինչպես է տեղորոշել հրամանատարներ գտնել։ Դե հստակ աշխատել է հետախուզությունը։ Երաշերտ գործողություն է, տեղեկատվական մասն ես անդրադարձա, ինչպես է վարչապետի աշխատակազմը համակարգել։ Մոսադը շատ հստակ կերպով տեղեկատվություն է տրամադրել հնարավոր թիրախների մասին։ Ընդ որում ոչ միայն օդուժին, այլ նաև սեփական գործողություն։ Օրինակ առանձին դեպքերում դիվերսիաներ են աշխատել, որոնք նախաձեռնել է հենց Մոսադը իր գործակալական ցանցի միջոցով Իրանի ներսում եւ երրորդ հիմնական Իրանի տարածքում է գործակալական ցանցը։ Իհարկե։ Բայց այդ տեղեկատվությունը հենց Իրանի տարածքից են ստացել եւ առանձին գործողություններ էլ իրականացրել են, չէ՞։ Այսինքն հստակ ունեն այդ հնարավորությունը եւ երրորդը իհարկե օդուժի կիրառում։ Այսինքն հիմա եթե գամ ձեր հարցին պատասխանել, ամեն ինչ կախված է պայմանավորված է Իրանի իշխանությունների դիմադրողական ներուժով, ընդ որում այդ դիմադրողական ներուժը թե արտաքին հակառակորդներին դիմադրելու եւ թե երկրի ներսում իրավիճակը կառավարելու պահելու ներմուծված։ Թրամփը շատ դաժան ակնարկ է անում, ասում է մահացած անձինք հրամանատարները կոշտ գծի կողմնակիցներ են, այսինքն տեսեք թե ինչ է տեղի ունենում կոշտ գծի կողմնակիցների հետ եւ մի բան էլ որ չափազանց իրավիճակը լավ նկարագրում է մենք ասացինք Միացյալ Նահանգները արտադրում են աշխարհի լավագույն եւ ամենամահացու ռազմական տեխնիկան եւ որ Իսրայելը դրանից շատ ունի եւ դա դրանից ավելի շատ է ունենալու։ Եվ ճիշտ է ասում, որովհետեւ կրկնում այս գործողության հաջողման հիմնական մեխը օդուժն է եղել, իսկ Իսրայելը այս պահին Իսրայելի զինված ուժերը համալրված են այս պահին ամենաբարձրակարգ ամերիկյան ինքնաթիռներով F-35 ինքնաթիռներով, որոնք եթե չեմ սխալվում
Իսրայելը միանալի, գուցե նաև Արաբական Միացյալ Էմիրությունները եւ Սաուդյան Արաբիան եւս ունենան, բայց ամենամեծ խմբականակն ունի Իսրայելը։ Գումարած դրան հրթիռային համակարգերը եւ այլն եւ այլն։ Այսինքն միանշանակ է, որ կրկին Միացյալ Նահանգները արդեն իսկ post factum փորձելու է այստեղ իր դիվիդենդները քաղել։ Որ ասում էինք գնացեք գործարքին, լսեք մեզ, տեսեք ինչ է։ Տեսեք մեր դաշնակիցի մեր օգնությամբ, մեր սպառազինություններով հիմա մեծ հաշվով նաև Տրամպը ամերիկյան սպառազինությունների գովազդն է անում, որը մեծ հաշվով սա էլ նորմալ է։ Բիզնեսմենի մտածելակերպ։ Այո։ Հիմա սրանով է պայմանավորված։ Ես կդժվարանամ ասել, որքան է Իրանի ներուժը դիմադրողական այս բանը։ Այ դա էլ հասկանանք, պարոն Պետրոսյան, ինչքան կարող է Իրանը, այսպես ասենք, չենթարկվել Թրամփյան պահանջներին, իսկ դա շատ հստակ է, ասում է Թեհրանը պետք է չունենա միջուկային զենք եւ ընդհանուր ուրանի հարստացված պաշարներ պետք է չունենա։ Գազ ունեք, նավթ ունեք, գնացեք դրանով, բավարարվեք։ Իրանը սրանից հրաժարվում է, ասում է մեր իրավունքն է քաղաքացիական նման միջուկային էներգետիկա զարգացնել, բայց ներկա աշխարհում ոնց հասկանում ենք պետությունները այդպիսի իրավունքները կոշտ արձագանքների են արժանանում։ Այդ ձեր տեղեկությունները ինչի մասն են, այսինքն Իրանը ինչքան կարող է հատկապես այսքան լուրջ հարված ստանալուց հետո սա իրոք նվաստացուցիչ հարված է Իրանի համար, հրամանատարության ոչնչացումը դա իրապես։ Դե դա տեսեք, այս հակամարտության բնույթով է պայմանավորված։ Այսինքն եթե լիներ սահմանային ուրեմն գործողության տրամաբանություն, բնականաբար հիմնական գործողությունները կարող է ընթանային ոչ թե թիկունքում, այլ սահմանային, այդ հատվածներում։ Հիմա քանի որ այս հակամարտությունը յուրահատուկ է, դրա համար թիրախային գործողություններով են իրականացում։ Իսկ թիրախային գործողությունները ենթադրում են ռազմական, ռազմավարական օբյեկտներ եւ իհարկե պաշտոնյաներ կամ մասնագետներ, որոնք կոնկրետ ազդեցություն են կոնկրետ Իրանի զինված ուժերի եւ իհարկե տարբեր գործողությունների, ռազմական գործողությունների համակարգման վրա եւ իհարկե մասնագետներ, որոնք մեծ ազդեցություն ունեցել Իրանի միջուկային ծրագրի առաջնորման հարցում։ Այդ տրամաբանությամբ էլ հենց գործողությունը տեղի ունեցել։ Հիմա եթե փորձենք հաշվարկել Իրանի դիմադրողական ներուժը, կրկնում, սա երկու հարթությունում պետք է դիտարկել։ Առաջինը արտաքին ուժը։ Ներեցեք, որ ընդհատում եմ հիշեք, բայց ինչու Իրանը չի հրաժարվում այդ ծրագրից, չէ՞ որ էներգետիկայի այլ ռեսուրսներ ունի եւ պատժամիջոցները կարող են հանվել։ Դե տեսեք, բայց ձեր միտքը շարունակեք։ Շարունակեմ ձեր նախորդ միտքից, բայց կպատասխանեմ նաեւ ձեր այս հարցին երկու շերտով պետք է դիմադրի Իրանը։ Մի կողմից արտաքին ճնշումներին, մյուս կողմից երկրի ներսում, որտեվ նախ այդ դժգոհությունները վստահաբար երկրի ներսում են լինելու, որտեվ տեսեք ինչ ահռելի հարված է հասցվում պետությանը, եւ փաստացի պետությունը, որը վստահեցնում էր ոչ միայն սեփական բնակչությանը, այլև ամբողջ տարածաշրջանը, ամբողջ աշխարհին, որ ունի ահռելի ռազմական ներուժ եւ կարող է պատժել ցանկացած դերակատարի, որը կփորձի անվտանգային մարտահրավեր առաջացնել, այս պահին Իրանը բախում է լրջագույն մարտահրավերի եւ ինչպես պետք է եւ ինչպես է պետությունը դիմագրավում այդ մարտահրավերներին։ Սա հասարակության համար էլ խնդիրներ է։ Իսկ արտաքինը դա հենց այն ռազմական գործողություններն են, որոնք սկսվել են, շարունակվում եւ կարող են շարունակվել եւ դրան զուգընթաց այլ ացանցիալ գործողությունները, որոնք կարող են ապահովել ոչ միայն Իսրայելը, այլև Իսրայելի դաշնակիցները, հատկապես Միացյալ Նահանգները։ Եթե օրինակ որոշում կայացվի, որ աջակցությունը, այսինքն փոխվում է նպատակը Իրանի դեմ գործողությունները եւ հիմնական նպատակ է սահմանում Իրանում վարչակարգի փոփոխություններ, ինչ որ ասենք տեղ ունեցավ Իրաքի պարագայում կամ Աֆղանստանի պարագայում, չէ՞։ Այսինքն էսկալացիայի հաջորդ ստադիամ դա Իսրայելի վերջնանպատակն է, ձեզ ասեմ, որ Իսրայելի հիմնական եւ ամենավերջնական նպատակը Իրանում վարչակարգի փոփոխությունն է։ Իսկ փոխարինող ուժեր, որոնք կարող են ընդունելի լինել Իսրայելի։ Այս պահին չեն երևում, բայց կարծում եմ, որ դա Իսրայելը ինքնուրույն չի կարող իրականացնել, հենց այստեղ է որ նշեցի, որ Միացյալ Նահանգների դիրքորոշման մեջ կարող է փոփոխություն լինել։ Այստեղ իրանական կողմը արդեն պետք է հաշվարկի, որքանով իրենք կարողանան դիմադրել թե արտաքին, թե ներքին ճնշումներին։
Հիմա եթե արդեն գամ ձեր վերջին հարցին ու կապը մեկը մյուսին։ Չէ՞ որ գայթակղիչ կարող է լինել։ Պատժամիջոցները հանվում են, պատժամիջոցները դուրս է գալիս նաև Իրանի էներգետիկա այլ ռեսուրսներ, նավթագազային եւ դա շուկաներ հնարավորություն է բացում, մեծ ռեսուրսներ, բարգավաճում, բայց մարդիկ ասում են, չէ, մենք մեր միջուկային էներգետիկա։ Դե որովհետեւ իրենք շատ լավ հասկանում, որ այս տարածաշրջանում հատկապես երբ որ 2023-ից սկսած փոխվեց անվտանգային միջավայրը, իրենց ազդեցության այսպես ասեմ, ամենաարդյունավետ միջոցը կարող է լինել միջուկային զենք ունենալը։ Եվ կան որոշակի տվյալներ, որ Իրանը գրեթե պատրաստի միջուկային մարտագլխիկներ ուներ, որ 15 միջուկային մարտագլխիկների մասին է խոսքը, որոնք հիմա իհարկե տեղեկություն չունեմ, հնարավոր եղել է շարքից անել թե ոչ, բայց այդ տեղեկատվությունը կար, այսինքն Իրանը չուներ այլևս այդ պրոքսի շղթան, իրենք ասում են շիայական կիսալուսին, որը Իրանից հասնում էր մինչև Լիբանան եւ Սիրիա եւ շրջապատում էր Իսրայելը, չկար դա։ Իրանը չուներ այն ազդեցություն այլևս տարածաշրջանում, իդեմս եմենական հութիների, Գազայում Համասի, ուրեմն մյուս խմբավորումների, Հիզբալլահի, Սիրիայում արդեն այսինքն այդ ամբողջ ներուժը այլևս չկար։ Եվ ամբողջ հակամարտությունը եւ սպառնալիքը Իրանի դեմ ուղիղ մոտեցել էր հենց Իրանի սահմանին։ Իսկ այդ սպառնալիքը կանխել ամենաարդյունավետ եղանակը կարող է լինել միջուկային զենքը։ Հիմա դա էլ չկա։ Չհասցրեց կարելի ասել Իրանը։ Դե փաստացի թույլ չտվեցին, որ հասցներ։ Եվ հիմա արդեն մեծ է հավանականությունը, որ հակամարտությունը անցնելու է Իրանի սահմանից ներս եւ նրանք ստիպված են լինելու դրան դիմագրավել։ Կարծում եմ, որ այստեղ է ամբողջ խնդիրը եւ իրենք պետք է հաշվարկեն իրենց հնարավորությունը։ Իսկ թե ինչու չէին հրաժարվում, շատ պարզ է, իրենք ունեն կարմիր գծեր եւ կրկնում եմ, ցանկացած զիջում, լուրջ զիջում, որը իրենք չեն կարողանալու հիմնավորել սեփական հանրությանը, դա հետո պայթելու էր երկրի ներսում։ Սա է պատճառը, որ իրենք հրաժարվել են։ Վիճակն է հիշեցնում 20 թվին։ Այո, այսինքն իրենք ստեղծել են ինչ որ քարոզչական մաքսիմալիստական առավելական սպասումներ հասարակության շրջանում, որովհետև տևական ժամանակ Իրանը ահռելի ռեսուրսներ է ծախսել այդ պրոքսի դերակատարներին աջակցելու իր այդ վարչակարգի ազդեցությունը պահպանելու համար, որովհետև վարչակարգը, կրոնապետական վարչակարգը ինքը շատ լուրջ հակառակորդներ ուներ ամբողջ տարածաշրջանում մուսուլմանական երկրներում հատկապես, որոնք տեսնում են մեծ մարտահրավեր, որ կարող է նման հեղափոխության հնարավորություն լինի նաև մյուս մուսուլմանական երկրներում, տեղեղ այլ ընդդիմություն կազմակերպված որպես այդպեսին, քան հոգևորականությունը չի եղել, հա, նույն մուսուլման եղբայրներն ինչպես կրոնական կազմակերպությունը, որը կարողացավ Եգիպտոսում, Թունիսում իշխանություն վերցնել։ Այդ մտավախ եւ տևեց ընդամենը մի քանի տարի։ Այդ մտավախությունը միշտ հիմնական տարածաշրջանային երկրներում, որոնք ունեն որոշակի աշխարհիկ ուղղվածություն ունեցել, միշտ եղել է եւ հենց սրանով է պայմանավորված, որ իրենք ցանկացել են իրենց համար յուրահատուկ այդ անվտանգային գործիքներն ունենալ եւ հենց միջուկային ծրագիրը եղել է այդ գործիքներից մեկը։ Իրենք նախորդ գործարքով զգալիորեն նվազեցել են ուրանի հարստացումը եւ տնտեսական այդ պատժամիջոցների չեղարկումից օգտվեցին, բայց հասկացան նույն այդ օրինակում ինչ եղավ, չէ՞, Թրամփը եկավ իշխանության հրաժարվեց, այսինքն հասկացան, որ այս տարածաշրջանում երկարաժամկետ լուծումներ չեն լինում։ Միակ զսպող մեխանիզմը քո ուրեմն ինքնուրույն պաշտպանունակության դիմադրողական ներուժի զարգացումն է եւ միայն քո հզորությամբ կարող ես կանխել քո դեմ հնարավոր սպառնալիքներն ու մարտահրավերները։ Պարոն Պետրոսյան, Հայաստանի համար երևի ամենակարևորը այս տիրույթում այս հարցով ամփոփենք ռիսկերի պարբերական գնահատումն է եւ թարմացումները իրավիճակի միջազգային հասկանալ ինչ է տեղի ունենում։ Մենք ձեզ հետ 1-2 ամիս առաջ խոսել ենք այս թեմայով Իրանի միջուկային ռազմական օբյեկտներին իսրայելական հարվածների պարագայում Հայաստանի դեմ հնարավոր ռիսկերը եւ իհարկե նշмарվում էր հիմնական դերակատար Ադրբեջան, որ կարող է իրավիճակից օգտվել։ Կարծում եք այդ վտանգը անցել է հիմա, թե ինչպես նշեցի, քիչ առաջ էլ հարվածներ կային, այսինքն
դեռ չի ավարտվում, դեռ նոր զարգացումներ կարող են լինել եւ այդ վտանգը դեռ գոյություն ունի մեր սահմաններին։ Այդ վտանգը ոչ թե անցել է, այդ վտանգը եկել արդեն հասել է, կանգնել է մեր սահմաններին, որովհետեւ զարգացումները շարունակվում են եւ դեռևս անորոշությունը շատ մեծ, որովհետեւ մեկը չի կարող ասել ինչպես է հանգուցալուծվելու այս հակամարտությունը, ինչքան կտևի, ինչ նոր դրսևորումներ կունենա, բոլորը պետք է հետևեն եւ հետևում են զարգացումներին։ Յուրաքանչյուրը ունենալով իր ուրեմն շահերը, իր սցենարները գործողության եւ ուրեմն կարմիր գծերը եւ նաեւ իհարկե հաշվարկելով իր հնարավորությունները, ինչպես կարող է օգտվել այս իրավիճակից։ Ասեմ ավելին, Իրանը տևական ժամանակ սպասում էր հենց այս զարգացմանը, այսինքն նեոտրոն Ադրբեջանը եւ սրանով է նաեւ պայմանավորված վերջին շրջանում Հայաստանի հետ կարգավորման գործընթացում կարգավորման գործընթացի սառեցումը մեծ հաշվով բոլոր հնարավոր մակարդակներում։ Որովհետեւ իրենք նախապատրաստում են նման սցենարի եւ այս սցենարի առանձին դրսևորումների դեպքում տեսնում են ոչ միայն Հայաստանից, այլև ընդհանրապես տարածաշրջանում ավելի մեծ ձեռքբերումներ ունենալու հնարավորություն։ Իրանի տարածքների զավթում։ Չասեմ զավթում Իրանի տարածքների, բայց Իրանի տարածքներում այնպիսի միջավայրի ձևավորում, որը կմեծացնի ազդեցությունը Ադրբեջանի եւ հիմքեր կստեղծի հետագայում ավելի այդ ձեր ասած ուրեմն անջատողական process-ն առարկայական փուլ բերելուն։ Դրան զուգահեռ իհարկե նաև այս մեր Հայաստանի հետ կապված խնդիրների լուծում ռազմական ճանապարհով։ Այսինքն եթե չի այդ սցենարը։ Ոչ, հիմա շատ ավելի առարկայական եւ կանխատեսելի է, որովհետեւ մեծ է տարածաշրջանային պատերազմի վերածվելու այս հակամարտության հնարավորությունը։ Սա ենթադրելու է կոնկրետ մեր տարածաշրջանի մասով Իրանի դեմ երկրորդ ճակատի բացում, որը տեղի ունենալու Ադրբեջանի տարածքից, իսկ Ադրբեջանը եթե մտնում է այդ խաղի մեջ, բնականաբար Ադրբեջանն ունի իր խաղադրույքները եւ այդ խաղադրույքներից որը որ հնարավոր է լինելու փորձելու է կենսագործել։ Դա բնականաբար առաջին հերթին Հայաստանի հետ կապված տարածքային խնդիրներն են եւ իհարկե ավելի խորքային արդեն Իրանի հետ կապված տարածքային խնդիրները։ Ասում եմ, պետք է հետևել գործընթացը, որտեղ դիցուկ վերցնենք ամենավատթարագույն սցենարը, երբ որ իրավիճակը արդեն տեղափոխվում է Իրանի ներսում եւ սկսվում է հեղափոխական գործընթաց, հա, այստեղ բավականաչափ ակտիվանալու են անջատողական շարժումները, իսկ սա Ադրբեջանի համար արդեն պարարտ հող է իրանական ուղղությամբ ակտիվանալու եւ այդ ակտիվությունը արդեն մյուս շահագրգիռ դերակատարների վրա վաճառելու, որի գինը Ադրբեջանի համար լինելու է կամ որի ձեռքբերումը Ադրբեջանի համար լինելու է այդ ուրեմն սահմանային գծի խախտումը Հայաստանի եւ Իրանի միջև իր ուզած տրամաբանությամբ ուղիղ կապով Նախիջևանի կապի ապահովումը, որը նշվում այս պահին վատթարագույն սցենարն է, բայց այն ավելի քան երբևէ այս պահին կանխատեսելի է։ Մի հարց էլ չեմ կարող չտալ, Փաշինյանի այց Թուրքիա, մամուլում այդ տեղեկությունները կան, վարչապետի աշխատակազմից ոնց որ չէին հերքել, այսինքն կարող են հերքել, որ նման այց լինելու է։ Իհարկե Հայաստանի հիմա խնդիր պետք է լինի բոլոր դերակատարների մոբիլիզացիան ապահովել ադրբեջան ռազմական ագրեսիաների զսպում դիվանագիտական ջանքեր, ինչքանով որ դա հնարավոր է 100%-անոց մեխանիզմ չի, բայց ինչքանով որ հնարավոր է եւ Թուրքիան այստեղ կարող է հետաքրքիր խաղացող լինել, ինչ է կարծում նման օրակարգ, եթե այդ այցը տեղի ունենա, ես եթեն այստեղ շեշտում եմ, կարող է Հայաստանի Հանրապետությունը ունենալ Թուրքիայի հետ աշխատանքի տեղ։ Մենք սա երբեք չդիտարկված հնարավորություն ենք համարել եւ մշտապես պնդել ենք, որ նրանք միասին են գործում եւ այլն, բայց նաեւ շատ նեղ, հա, տեղ ամեն դեպքում կարծես նշмарվում է այստեղ որոշակի աշխատանքի, ինչ եք տեսնում։
Ձեր հարցին այսպես կպատասխանեմ, եթե այդ այցը պլանավորված էր, դե բնականաբար նման այցերը 1-2 շաբաթում չի կազմակերպում, եթե պլանավորված էր, երևի թե ավելի վաղ էր պլանավորված, եթե այն դիրքային պայմաններում լիներ այցը, որի պայմաններում տեղի ունեցել պայմանավորվածությունը, ես կարծում որ այցը շատ ավելի արդյունավետ կարող է լինել, քան հիմա, որովհետև հիմա փաստացի, տեսեք, Իրանը, որը ամենակարևոր դերակատարներից մեկն էր թուրք-ադրբեջանական ակնկալիքները զսպելուն, այս պահին բավականաչափ բարդ իրավիճակում է, իսկ սա նշանակում է, որ Թուրքիայից ժամանակ գուցե օրինակ նույն ապաշրջափակման մասով Թուրքիայի դիրքորոշումն ավելի կոշտ լինի, հա։ Այսպես կարող եմ ձեզ ասել, ես չեմ կարծում, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի հարաբերություններում այս պահին կարող է լուրջ խնդիր առաջանալ եւ այդ խնդիրը առաջացնողը կարող է Հայաստանը լինել։ Հակառակը այս պահին տարածաշրջանում այնպիսի իրավիճակ է, որ եթե Թուրքիան ու Ադրբեջանը միասին գործեն, նրանց ձեռքբերումները շատ ավելի մեծ կլինեն, եթե նրանք անջատ գործեն։ Եվ իսկ սա նշանակում է, որ այս պահին նրանց գործողությունները եւ նաեւ հաշվարկներն ավելի ներդաշնակ են լինելու։ Ինչ վերաբերում է այցի կայանալու չկայանալու հետ, ես էլ մամուլից եմ իմացել։ Հիմա այսպես կարող եմ ասել, անկախ ամեն ինչից կարծում եմ, որ այցը անհրաժեշտ է լինելու, գուցե իհարկե նաև չեղարկվի, որովհետև օր-օրի կարող է ինչ-որ բան փոխվել, հա, բայց Թուրքիայի հետ ցանկացած պարագայում Թուրքիայի հետ խոսակցության թեմաներ լինելու են։ Իհարկե գուցե ավելի, ասենք կրկնում մեկ ամիս առաջվա կտրվածքով ավելի մեծ ակնկալիքներ եւ դրական հատկապես ակնկալիքներ կարող են լինել, հիմա ավելի բարդ բանակցություններ, բայց դրանք եւս անհրաժեշտ է լինելու եւ դրանք պայմանավորված են լինելու Հայաստանի անվտանգային մարտահրավերներով, որոնք ամեն օր կարծես թե ավելի մեծանում են եւ հենց մեծանալու միտումներ ունեն։ Պարոն Պետրոսյան, շնորհակալ եմ զրույցի համար։ Ֆակտոր TV-ում հյուրընկալել ենք Արմեն Պետրոսյանը։